Գուսան Նայկազն, պիտի գնանք վաղ թե ուշ։ Ես երկու խոսք ասեմ, Ալեքի խոսելուց հետո դժվար է խոսելը, բայց քանի որ երեկոն Մոնթեինն է, ես ուզում եմ ասել, որ երջանիկ մարդա Մոնթեն, երջանիկ մարդեր են Մոնթեները։ Ասեմ ձեզ, ինչպես գրվեց այս երգը, Մոնթեին նվիրված երգը, իր մահից 20 տարի հետո Նիժնինով գրդից գալիս է մի կին ինձ մոտ, Լիանա, և խնդրում համանքի, Նիժնինով գրդի հայ համանքի խմբագրության, կամուր խմբագրության անունից խնդրում, որ Մոնթեին արժանի երգ ենք ուզում։ Դուք պատկերացնում եք, մարդը 20 տարի չկա, 20 տարի, բայց ազգը որոշում է 20 տարի հետո նրա մասին երգ գրել։ Նույն նման պատճառով, նման բանով ստացվեց Ֆրանսիայից ինձ խնդրեցին էլի աշնանը Կարուկ Հաքեջյանի մասին երևի գիտեք երգ գրել։ Այժմ կա նաև մի նորից առաջադրանք կամ խնդրանք Լիզբոնի տղաների մասին երգ գրել 30-ամյակն է և պատրաստում եմ այս քանի օր դրա վրա եմ աշխատում։ Դուք հասկանում եք, ես մի երկու օր առաջ ռադիո ելույթ եմ ունեցել և դիմելով մեր կառավարությանը, մեր մեծերին, մեր ղեկավարներին ասել եմ մարդը պիտի այդպես ապրի, որ ոչ թե իր մահից հետո կամ նույնիսկ կենդանության ժամանակ անեծքի արժանանա, այլ անգամ մահից 20, 30 տարի, 50 տարի հետո ազգը զգա դրա կարիքը, հիշի, մեծարի և ուզենա երգ գրել։ Մի հատ, 10 հատ, չգիտեմ, գուցե 100 տարի հետո մարդը այդպես պիտի ապրի և Մոնթեն այդպես է ապրել, Մոնթեն երջանիկ մարդ է, ճիշտ է ապրել։ Միասին այժմ երգենք պիտի գնանք վաղ թե ուշ երգը, սա մեր նվիրական, մեր երազանքի մասին է և պիտի լինի դա, կարծում եմ ոչ շատ ուշ, պիտի գնանք վաղ թե ուշ։ Thank you.
տիրոջը չեն անվիրում ուշն է հարգին ավիմացել Գույլազգերին չեն սիրում Սիրով լինի, սարով լինի Լինի կնապատերում Ուշն է հարգին ավիմացել Գույլազգերին չեն սիրում Սարով լինի, սարով լինի Լինի Այդ կասում եմ չեմ վախենում, մարդկությանն եք դավերի, հարացանքից հրնությունից, հասորը հասավերի, ենք ուզանած պարիսներով, մեզ հաշան ենք ներեգրի, հրով լինի, սրով լինի, լինի գնապատերում Ենք ուզանած պարիսներով, մեզ հաշան ենք ներեգրից, հրով լինի, սրով լինի, լինի գնապատերում Հրով լինի, սրով լինի, լինի գնապատերում Հրով լինի, սրով լինի, լինի գնապատերում Շնորհակալություն